Միջազգային լրահոսն այսօր։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հրապարակային բանավեճից ու քննադատություններից օրեր անց երեկ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ժամանակավորապես դադարեցրեց ռազմական օգնությունն Ուկրաինային։ Սպիտակ տնից ասել են, որոշումն ուժի մեջ կմնա այնքան, քանի դեռ Դոնալդ Թրամփը չի համոզվել, որ Ուկրաինան էլ խաղաղություն է ուզում։ Սա աղետալի որոշում է, արձագանքել են դեմոկրատները, ընդգծելով, որ արդեն երրորդ տարին շարունակվող պատերազմում Վաշինգտոնն էր Կիևի հիմնական աջակիցը։ Փոխնախագահ Վենսը մինչդեռ հակադարձել է, բայց Թրամփը իրավիճակին իրատեսորեն է մոտենում։ Նախագահը իրականում շատ ավելի իրատեսական տեսակետ ունի եւ ասում է, մենք չենք կարող հավերժ ֆինանսավորել ուկրաինացիները, չեն կարող հավերժ պայքարել, ուստի եկեք այս հարցը տանենք խաղաղ կարգավորման, նշել է նա։ Ըստ New York Times-ի որոշումն ուժի մեջ է մտել եւ $100 միլիոնավոր դոլարների սպառազինության առաքումը Ուկրաինա, այդ թվում այն զենքերի ու զինատեսակների մատակարարումը, որ արդեն հասցվել է Ուկրաինայի սահման, Լեհաստան։ Սպիտակ տնից միաժամանակ ընդգծում են, որ օգնությունը սառեցնելու որոշումը ժամանակավոր է։ Կրեմլից շտապել են ողջունել ԱՄՆ նախագահի որոշումը։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օժանդակություն տրամադրման դադարեցումը կարող է դառնալ ԱՄՆ լավագույն ներդրումը խաղաղության հաստատման գործում։ Պետք է հաշվի առնել, որ մինչ այժմ հենց Միացյալ Նահանգներն էր այս պատերազմում գլխավոր մատակարարը։ Եթե ԱՄՆ-ն հրաժարվի այդ դերակատարությունից եւ դադարեցնի զենքի մատակարարումները Ուկրաինա, դա թերևս լավագույն ներդրումը կլինի խաղաղության հաստատման տեսանկյունից, լրագրողների հետ զրույցում նշել է Պեսկովը։ Ռուս-ադրբեջանական հարաբերություններում նկատվող լարվածության ֆոնին այսօր Մոսկվայում կայացել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հիմնարկեքի արարողությունը։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը։ Այնտեղ նշվում է, որ հուշարձանը տեղադրվելու է Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան հարևանությամբ գտնվող զբոսայգում։ Հուշարձանի հիմնարկեքի արարողությանը ռուսաստանցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ են մասնակցել, այդ թվում Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, փոխվարչապետ Վիտալի Սավելիևը եւ ռուսական երկաթուղիներ ընկերության ղեկավար Օլեգ Բելոզյովը։ Անկարան ակտիվացրել է ջանքերը Հարավային Կովկասում բարգավաճման եւ կայունության հասնելու համար։ Այս մասին դիվանագետների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդգծելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը առաջ է ընթանում։ Ըստ Թուրքիայի նախագահի գրասենյակի Էրդողանն ասել է, որ անհամբեր սպասում են համաձայնության հասնելուն։ Հաշվի առնելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը առաջ է ընթանում, մենք անհամբեր սպասում ենք համաձայնության հասնելուն, որը թույլ կտա տևական խաղաղություն հաստատել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, ասել է Թուրքիայի ղեկավարը։ Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը 3 տարի առաջ է մեկնարկել, մինչ օրս Երևանի ու Անկարայի քաղաքական որևէ պայմանավորվածություն կյանքի չի կոչվել։ Անկարայից չեն թաքցնում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ուղիղ կապ ունի հայ-ադրբեջանականի հետ։ Էրդողանն էլ բազմիցս հայտարարել է, որ Անկարան լինելու է Բաքվի կողքի։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օնջու Քեչելին հայտարարել է, որ Անկարայում Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է գերատեսչություն։ Թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալության փոխանցմամբ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմանի հարցեր, Իրանի որոշ պաշտոնյաների Թուրքիայի դեմ ուղղված մեղադրանքները։ Քեչելին նշել է, որ իրանցի պաշտոնյաները վերջին ժամանակներս ավելի հրապարակավ են արտահայտում իրենց քննադատությունը Թուրքիայի հասցեին։ Մենք կարծում ենք, որ ամեն դեպքում արտաքին քաղաքականության հետ կապված հարցերը չպետք է օգտագործվեն որպես ներքաղաքական նյութ։ Այս համատեքստում մենք նախընտրում ենք քննադատական ուղերձները մեկ այլ երկրին փոխանցել ուղղակիորեն զրուցակիցների միջոցով։ Մենք այսօր գնացել ենք այս ճանապարհով, մենք կարևորում ենք Իրանի հետ մեր հարաբերությունները, ասել է նա։ Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ Թուրքիայի դեսպան Հիջաբի Քչլանգջը կանչվել է Իրանի ԱԳՆ Թուրքիայի ԱԳՆ նախարար Հակհան Ֆիդանի Իրանի հասցեին հնչեցրած մեղադրանքների պատճառով։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք վաղը։